Հայ առաքելական եկեղեցում ամեն կիրակի կատարվում է հրաշք։ Սովորական հացը եւ գինին վերածվում են Քրիստոսի մարմինը եւ արյան, եւ դա կոչվում է հաղորդություն։ Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսը վերցրեց հացը, օրհնեց եւ ասաց. «Սա իմ մարմինն է»։ Այնուհետև վերցրեց գինու բաժակը եւ ասաց. «Սա իմ արյունն է»։ Նա պատվիրեց իր աշակերտներին շարունակել այս սրբազան արարողությունը իր հիշատակի համար։ Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն Սուրբ Պատարագի ընթացքում Սուրբ Հոգու շնորհով հացն ու գինին դառնում են Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Եվ ինչպես ասվում է Պողոս առաքյալի առաջին նամակը Կորինթացիներին 10-րդ գլխում, օրհնության բաժակը, որ օրհնում ենք, միթե հաղորդություն չէ Քրիստոսի արյանը։ Հացը, որը կտրում ենք, միթե հաղորդություն չէ Քրիստոսի մարմնին։ Ինչպես հացը մեկ է, մենք բոլորս էլ մեկ մարմին ենք, որովհետև բոլորն էլ այդ մեկ հացի ենք հաղորդվում։ Այնպես որ Սուրբ հաղորդության ժամանակ, երբ մարդը մոտենում է եւ ճաշակում է այն, ընդունում է Քրիստոսին իր մեջ։ Եվ հենց այդ պատճառով քրիստոնյաների համար կարևոր է ամեն կիրակի մասնակցել պատարագի։